Գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյան։ Գաղտնիք, որի բացահայտումը ինտելեկտուալ խաղ է։ Ինչ է կատարվել իրականում։ Լրագրողական դետեկտիվ թրիլլեր է ներկայացնում հեռուստամեկնաբան Մարիաննա Հակոբյանը, անունները չփոխել։ Մենք լրագրողներս հաճախ պատմություններ ենք պատմում եւ գրում ենք անունները փոխված են։ Ճիշտ է, մենք չենք ուզում բացահայտել մեր հերոսներին եւ այստեղ գնացել ենք ճիշտ հակառակ սկզբունքով։ Գրքի սյուժեն սկսվում է երևանյան տներից մեկում, այնտեղ տեղի ունեցած դեպքը տարիներ անց դառնում է վաղեմության ժամկետնանց քրեական գործ։ Վեպի գլխավոր հերոսուհին էլ է լրագրող, ինչպես գրքի հեղինակը։ Մի կնոջ պատմություն է, ով ցանկացել է մնալ անանուն եւ իր անձնական ողբերգության շուրջ է պտտվում այս պատմությունը։ Կյանքը ինչպես որը։ Դժվար է մեկ վայրկյան աչք կտրել գրքից։ Լարված է պահում ընթերցողին, ամեն պահի դեպքերի նոր հանգուցալուծման է սպասում։ Կուզենայի մեկ բառով նկարագրել գիրքը, իմաստը կամ կարևորը էականը տեսանելի չէ աչքի համար։ Ես այս ձևակերպումը կտայի գրքին առհասարակ մի քանի ուղղությամբ կամ մի քանի կոնտեքստում, ժանրի տեսանկյունից, ժանրին բնորոշ բոլոր կանոններով կարողանում է լարվածության մեջ պահել։ Մեկ շնչով կարելի է կարդալ այս վեպ հետաքննությունը, ասում է լրագրող Դավիթ Սարգսյանը։ Հարմարավետ թակարդի մեջ է գցում ընթերցողին գիրքը, երբ հերոսը դադարում է լինել հերոս, հակահերոսը հակահերոս։ Գրքի 95%-ը դու կարդում ես շատ կոնկրետ տրամադրվածությամբ, ենթադրելով թե ով է դահիճը, ով է զոհը։ Մեկ էլ հանկարծ գրքի վերջին մի քանի էջում կերպարների եւ հերոսի ու հակահերոսի զարմանալի ենթադրյալ փոխատեղում է տեղի ունենում։ Անունները չփոխելը Նյումեգի գրքի ձմեռային փառատոնի գլխավոր բացահայտումներից մեկն էր։ Այն արդեն կարելի է գտնել գրախանութներում։ Էդգար Ղուշչյան, Հերիկ Համազասպյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։